Ըստ խնդրի բնական թվի սեփական բաժանարար ասելով հասկանում ենք մեկից եւ իրենից բացի մնացած բաժանարարները։ 2-ից մինչև 9 թվերից յուրաքանչյուրը ներկել ենք տրված 3 գույներից որևէ մեկով, այնպես որ յուրաքանչյուր թվի գույնը տարբերվի սեփական բաժանարարի գույնից։ Պետք է պարզենք, թե ներկելու քանի տարբերակ կա։ Սկզբում գտնենք սեփական բաժանարարները։ 2-ը եւ 3-ը սեփական բաժանարար չունեն, 4-ի սեփական բաժանարարը 2-ն է, 5-ը եւս չունի, 6-ի համար 2-ը եւ 3-ը, 7-ը չունի, 8-ի համար 2-ը եւ 4-ը եւ 9-ի համար 3-ը։ Հիմա փորձենք նույնը ներկայացնել գծապատկերի տեսքով։ 2-ը սեփական բաժանարար է հանդիսանում 3 թվերի համար՝ 4-ի, 8-ի եւ 6-ի։ Միևնույն ժամանակ 8-ի համար սեփական բաժանարար է 4-ը, իսկ 6-ի համար այստեղ գտնվող 3-ը։ 3-ը սեփական բաժանարար է նաև 9-ի համար, իսկ 5-ը եւ 7-ը ոչ հանդիսանում են սեփական բաժանարարներ, ոչ էլ ունեն սեփական բաժանարարներ։ Հիմա օգտվելով այս գծապատկերից պարզենք, թե ներկելու քանի տարբերակ կա։ Դրա համար վերցնենք մեզ տրված 3 գույները, օրինակ սպիտակը, դեղինը եւ մանուշակագույնը։ Դե 5-ը եւ 7-ը երկուսն էլ կարող ենք ներկել 3 եղանակով, քանի որ նրանք չունեն սեփական բաժանարարներ, նաև չեն հանդիսանում ինչ-որ թվի համար սեփական բաժանարար։ Այնուհետև եթե սկսենք 2-ից, այն եւս կարող ենք ներկել 3 տարբեր եղանակներով։ Իսկ արդեն 4-ը կարող ենք ներկել 2 տարբեր եղանակներով, քանի որ գույներից մեկը 2-ը զբաղեցրել է։ Ենթադրենք մեր ունեցած գույներից 2-ը ներկել ենք սպիտակով, իսկ 4-ը դեղինով։ Այդ դեպքում 8-ի համար մնում է միայն 1 գույնի հնարավորություն։ Նայենք 6-ին։ 6-ը չենք կարող ներկել միայն սպիտակով, քանի որ 2-ը զբաղեցրել է միայն սպիտակը, իսկ դեղինով եւ մանուշակագույնով ներկել կարող ենք։ Ունենք ներկելու 2 տարբերակ։ Ենթադրենք ներկում ենք մանուշակագույնով։ Այդ դեպքում 3-ը չենք կարող ներկել մանուշակագույնով, սակայն դեղինով եւ սպիտակով ներկել կարող ենք, կրկին 2 տարբերակ։ Սա էլ ներկենք դեղինով։ Նույն տրամաբանությամբ 9 դեղինով ներկել չենք կարող, սակայն մյուս 2 գույներով ներկել կարող ենք։ Այսպիսով օգտվելով գծագրից բազմապատկման կանոնով ստանում ենք ընդհանուր 432 տարբերակ թվերը ներկելու համար։